Վերադարձ դեպի Դիզակ հասարակական կազմակերպության նախագահ Արցախցի Մարգարիտա Քարամյանի կարծիքով Հայաստանի Հանրապետության իշխանությունը կատարում է Ադրբեջանի թելադրանքը։ Ադրբեջանն ասում է, որ հայերը ինքնակամ են դուրս եկել, ոչ մի բռնություն չի եղել, ոչ մի բան չի եղել, փակում են ընդհանրապես Ղարաբաղի վերադարձի հարցն են փակում։ Այսինքն հասկանում եք, սա տրագի է։ Իրանք պետք է անենց անեն, որ Ադրբեջանը մաքուր դուրս գա։ Իրանք հիմա մաքրում են Ադրբեջանի դեմքը։ Ադրբեջանցի պաշտոնյաների կողմից մեկ անգամ չէ, որ պնդումներ են հնչել, թե իբր հայ բնակչությունը սեփական կամքով է որոշել հեռանալ Լեռնային Ղարաբաղից եւ տեղի ունեցածը բռնի տեղահանություն չէ։ Էթնիկ զտումների մասին պնդումները վերաինտեգրման գործընթացը խաթարելու նպատակով են արվում։ Ամիսներ առաջ ասել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Եթե իրանք համարձակվել են ասել, որ մենք հայցերը հետ ենք վերցնում, այսինքն այդ ինչ հայցեր էր, այդ հայցերը հենց դրա մասին էր, չէ՞, որ այնտեղ բռնություն ա եղել, որ այնտեղ խոշտանգել են մարդկանց, գերի են վերցրել, որ այնտեղ քաղաքացիական անձանց են սպանել, որ մարդկանց զրկել են իրենց տնի, իրանց հողի, դրա մասին էր, չէ՞, այդ հայցերը։ Հիմա եթե մարդը ասում է, ես այդ հայցերը հետ եմ վերցնում, դա նշանակում է, որ ինքը Ադրբեջանը իրան պարտադրում է, որ գնա վերցում, որ մենք մեղավոր չենք, ընդհանրապես ոչ մի բան չի եղել։ Իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը նաև ընդգծում է, նման կարևոր բառի, այսպես ասած, զեղչումը խնդրահարույց է նաև մարդու իրավունքների տեսանկյունից։